բարելավման մասին խոսեց, հատկապես անվստահության մթնոլորտ փարատելու մասին Սահմանադրական դատարանի նախագահը։ Դուք համաձայն եք այդ մտքերից։ Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների հիմնական նպատակը դա է, ստեղծել մեխանիզմներ, որոնք սկզբունքորեն հնարավորություն են ընձեռում քաղաքական այս գործընթացի բոլոր մասնակիցներին պատշաճ վերահսկողություն իրականացնել եւ բնականաբար այդ միջոցով բարձրացնել հանրային վստահություն։ Դա իհարկե ժամանակ է պահանջում եւ նաեւ ցանկություն այն բոլոր քաղաքական ուժերի կողմից, ովքեր մասնակցում են այս ընտրական գործընթացին, իսկապես պատշաճ կատարել իրենց պարտականությունները։ Ազգային ժողովում 6 խմբակցություն կա, որոնցից իշխանական խմբակցություն ընդամենը 2-ը։ Եվ յուրաքանչյուր խմբակցություն տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որոնք առավել ակտիվ դերակատարում ունեն ընտրական գործընթացում, ունի ուղիղ մեկ ներկայացուցիչ։ Այսինքն հանրապետական կուսակցությունը ունի մեկ ներկայացուցիչ, ուղիղ նույնքան, ինչքան ունի ՀԱԿ-ը, ունի Ժառանգությունը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Օրինաց երկիրը։ Այսինքն մենք բոլոր կուսակցությունները կրում են պատասխանատվություն եւ հավասար պատասխանատվություն ընտրական գործընթացի հետ կապված։ Եվ եթե բոլորը պատշաճ կատարեն իրենց գործառույթները, կարծում եմ հանրային վստահությունը անխուսափելիորեն կկայանա։ Բայց նա օրենսդրական այդ փոփոխությունները անհրաժեշտ որ կատարվել են, դա համահունչ չհամարեց իրավիճակին։ Այլ բաներ նախատեսվում են։ Գիտեք, իհարկե ես շարունակել եմ որպես ազգային ժողովի падգամավոր մտածել, թե այլ ինչ քայլ կարող եմ կատարել, որպեսզի մենք փորձենք ավելի նվազեցնել հնարավորությունները քաղաքական հայտարարություններ անելու ընտրություններից հետո։ Բայց որպես կանոն այն գործիքները, որոնք կան, նրանք պետք է սկսեն գործել, այսինքն եթե որևէ մի քաղաքական ուժ հայտարարում է իր բացական գնահատական ընտրական գործընթացի հետ կապված, առնվազն պետք է նշի, թե իր կողմից այդ process-ին ներգրաված հազարավոր անձինք ինչու չեն օգտվել օրենքով, եթե կային խնդիրներ, օրենքով իրենց ընձեռած հնարավորություններից գրելու հատուկ կարծիք, ներկայացնելու բողոք եւ այլն, եւ վերջիվերջո վերահսկելու այդ գործընթացը։ Գիտեք, եթե այդ ինստիտուտները սկսեն գործադրվել եւ հետո նոր հարցադրում արվի օրենսդրական բարելավումների, ես դա կհասկանամ։ Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ ես շարունակելու եմ մտածել եւ չի բացառում, որ որոշ նոր առաջարկություններ անեմ ընտրական օրենսգրքի հետ կապված, որպեսզի ավելի ցցուն դարձնեմ քաղաքական ուժերի պատասխանատվությունը, որպեսզի չլինեն քաղաքական ուժեր, որոնք ունեն նույնքան իրավունքներ, ինչքան ենթադրենք հանրապետական կուսակցություն ներկայացնող հանձնաժողովի անդամները, բայց նրանք կանգնեն մեղադրողի դիրքում, չկիսելով պատասխանատվությունը։ Ես կարծում եմ դա անհրաժեշտ փոփոխություններ են։ Բեխ չկա։